Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Շնորհակալ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունը մենք զգում ենք, այսինքն ձեր առաջարկները, ձեր խորհուրդները, բարեկամներ օգնում են, որ մեր հաղորդումները դառնան ել ավելի բովանդակալից եւ ել ավելի օգտակար, չէ՞ որ մենք աշխատում ենք ձեզ համար։ Բարեկամներ, պատրաստելու ենք բանջարեղենային բորանի եւ ունի հետեւյալ բաղադրությունը. դդում, կանաչ լոբի, սմբուկ, կարմիր, քաղցր, տագդեղ եւ իհարկե համեմունքներ աղ, պղպեղ, մի քիչ սխտոր եւ ամենակարևոր եւ ամենահիմնական համեմունքը բարեկամներ դա պատրաստողի յալ դեպքում իմ ձեր խոնարհծառայի սերը եւ հոգու ջերմությունը, որը ես շատ ու շատ ուզում եմ որ ներարկել ուտեստին եւ նաեւ ձեզ սկզբի համար եւ ընդհանրապես ուտեստը պատրաստում ենք տապակման եղանակով պիտի մաքրենք բանջարեղենները Դու հեռացնենք դդումի սերմերը կեղևը նաև դդումը շատ ու շատ օգտակար բանջարեղեն է բարեկամներ եւ ուզում եմ որ դուք առիթը բաց չթողնեք եւ աշնան այս հիանալի բանջարեղենը պարբերաբար ներառեք ձեր սննդի համակարգ Բոլոր բանջարեղենները հիմա կտրատենք եւ հերթականությամբ կսկսենք տապակման գործընթացը։ Սմբուկը հեռացնենք տերևները կտրատենք նորից ձողի կա ձև եւ հարկ է որ մի շերտ գոնե կեղևից մնա բարեկամներ կեղևի մեջ է որ շատ օգտակար մեր օրգանիզմին անհրաժեշտ նյութեր է պարունակում եւ լավ կլինի որ այն մնա Մինչ այդ բնականաբար տապակը պետք է տաքացնել Կանաչ լոբին ուզում եմ որ տեսնեք շատ մատղա, շատ թույլ եւ նրան նույնպես ձողիկաձև կտրատենք Ձեթը ոչ շատ քանակությամբ դաղում ենք Եվ սկսում ենք այն բանջարեղեններից, բարեկամներ, որոնք որ ունեն տապակման կամ ջերմային մշակման երկար ժամանակի անհրաժեշտություն։ Տվյալ դեպքում մենք սմբուկը մի քիչ արագ այսպես կվախացնենք, սմբուկի հետ կավելացնենք դդումը եւ մի քիչ հետո եւս մի քիչ եւ արդեն կանաչ լոբին իսկ ամենավերջում կարմիր տագդեղը ամենազգայունն է եւ ամենաշուտ արագ պատրաստվողն է սկզբի համար սմբուկները տապակելու շտապենք ձեթ ավելացնել որովհետեւ մի քանի անգամ նշել ենք մենք եւ եւս մեկ անգամ կնշենք Սմբուկը ունի սպունգի հատկություն, կլանում է ձեթը, այնպես որ մենք հիմա տեսնենք թե անմիջապես կեղևապատվեց բարեկամներ, անմիջապես ունեցանք կեղև Հիմա կարող ենք ավելացնել նաև դդումը Հիմա կավելացնենք կանաչ լոբին բարեկամներ արդեն մի քիչ իսա տապակված այսպես վիճակ է նաև կանաչ լոբուն Հիմա մենք
կարող ենք մի քիչ փոքր ջուր ավելացնել շատ փոքր քանակությամբ կափարիչը ծածկել, նախապատրաստել տակդեղը, ջուր ավելացնենք կանաչ լոբու համար։ Սխտորը նախապատրաստենք և կանաչ սոխը։ Ինչպես նշեցի, խոշոր լուծկու հատիկի երկարությամբ։ Այս համեմունքով ենք, որ մենք համեմելու ենք վերջին պահին։ Մենք կարող ենք փորձել արդեն կանաչ լոբին։ Մի քիչ թեթևակի պնդոտ։ Հիմա արդեն պահն է ավելացնելու աղը, կարմիր տակդեղը և խառնենք։ Մի քիչ իջեցնենք տակը, ջերմաստիճանը, ծածկենք, 2-3 րոպե հետո ուտեստը արդեն կանցնի վերջին իր պատրաստման ստադիան, կավելացնենք այս համեմունքը, բայց մինչ այդ պիտի նաև ձու հարենք, շատ ու շատ կարևոր է այնպիսի ջերմային մշակման եղանակ ընտրել, որ բանջարեղենները իրենց գույները պահպանեն բարեկամներ։ Եթե պահպանում են գույները, գունային այդ իրենց երանգը, ուրեմն պահպանված է նաև նրանց սննդային արժեքները։ Վերջի համեմունքը ավելացրինք, խառնեցինք, ձուն ավելացրինք, նորից խառնեցինք, ծածկեցինք, կրակը իջեցրինք և նախապատրաստում ենք ափսեն, որի մեջ պիտի մատուցել։ Վերջ բարեկամներ, ուտեստը պատրաստ է։ Բուրմունք, տեսք, գեղեցկություն, լավ տրամադրություն, ամեն ինչ այս ուտեստի մեջ կա։ Տեսեք ինչ գեղեցիկ, գունային գեղեցիկ այսպես տեսարան։ Կարծում եմ այլ որևէ ատրիբուտ, այլ որևէ բան չի կարող ավելի գեղեցկացնել այս ուտեստը, բայց հացերի հացը, տապակված լավաշը, իդեպ որի համար կարծում եմ աշխարհում բոլոր ազգերը պիտի շնորհակալություն, հատուկ շնորհակալություն հայտնեն հայերին։ Այսպես այս մեկ կողմում ափսեն գեղեցկացնենք և ուտեստը մատուցենք բարեկամներ ձեր նման լավ մարդկանց։
Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Մենք աշխատեցինք շատ ողջավորված, մենք աշխատեցինք նվիրումով։ Եվ այդ նվիրումը գալիս է ձեր նաև տրամադրությունից, ձեր լավատեսությունից։ Ուզում եմ, որ ձեր սեղաններին միշտ լինի ազգային ավանդական ուտեստներ, եւ այդ ուտեստները թող նպաստեն ձեր առողջությանը եւ ձեր հաջողություններին։ Լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Բանջարեղենային բորանի դդում 150 գրամ, կանաչ լոբի 200 գրամ, սմբուկ 150 գրամ, կարմիր տակդեղ 100 գրամ, ձեթ 30 գրամ, սխտոր 1 բջեղ, կանաչ սող, աղ, պղպեղ, բարեխորշակ։